Seaside Startup Summit Armenia 2026 վրանային բիզնես ֆորումը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Կապուտաչիա լճի ափին կմեկտեղի ստարտափերների նոր սերնդին մեկ շաբաթով Հայաստանը վերածելով տեխնոլոգիական կենտրոնի։ Ոչ ֆորմալ կրթական բիզնես հարթակը միավորելու է նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին եւ փորձառու մասնագետներին։ Այստեղ ստարտափ թիմերը հնարավորություն են ստանում ներկայացնել ու զարգացնել գաղափարներ, իրականություն դարձնել նախաձեռնություններ, իսկ ոլորտի առաջատար փորձագետները նրանց փոխանցում են իրենց բազմամյա փորձը, գիտելիքներն ու գործնական հմտությունները նպաստելով երիտասարդների աճին եւ հաջողությանը։ Տարիներ շարունակ մեր երկրում անցկացվող այս կարևորագույն միջոցառումը հերթական անգամ Հայաստանում կկենտրոնացնի նաեւ ներդրողների աշխարհի տարբեր երկրներից։ Այս տարի աննախադեպ դիմումների քանակ ենք ունեցել, մոտ 800 դիմումներ ենք ունեցել 72 երկրներից, ակնկալվում է, որ մոտ 50 երկրից հիմնական մասնակիցներ կունենանք, իսկ ստարտափ ընկերությունների թիվը կանցնի 250-ը։ Բավական շատ դիմումներ ենք ունեցել նաև ուսանողների շրջանում, մոտ 40 կրթական հաստատություններից, մոտ 500 դիմում ենք ունեցել, իրենցից մոտ 200-ը հնարավորություն են ունենալու մասնակցել նախաինկուբացիոն ծրագրին եւ իրենցից լավագույն ուսանողներից 3-ը scholarship են ստանալու մինչեւ 1 միլիոն դրամի չափով։ 4 կրթական ծրագիր եւս 7 միջոցառում Սևանի ափ հասած ստարտափերների օրակարգն այս անգամ եւս բազմազան եւ հագեցած կլինի։ Ունենք կրթական գծեր նախատեսված աճի փուլում գտնվող թիմերի համար, ովքեր անցնելու են աքսելերացիոն ծրագիր, գաղափարի փուլում գտնվող թիմերի համար, ովքեր անցնելու են ինկուբացիոն ծրագիր եւ ուսանողների համար նախատեսված ծրագիր, ովքեր անցնելու են նախաինկուբացիոն ծրագիր, եւ այս բոլոր ծրագրերը իրականացնելու են մեր միջազգային գործընկերները։ Երկրորդ տարին անընդմեջ Seaside Startup Summit-ի կողքին է կանգնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, նաեւ այս աջակցության շնորհիվ է հերթական անգամ ֆորումն ընդլայնում իր մասշտաբները։ Այս տարի արդեն միջոցառումը փորձում ենք ընկալել ոչ թե լոկ միջոցառում, այլ որպես միջավայր, որտեղ տեղի են ունենում տարբեր կրթական ծրագրեր եւ տարբեր միջոցառումներ։ Դրանց մեջ կենտրոնական դեր ունի նաեւ World Youth Environment Festival-ը, որը հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP17 միջոցառման նախամիջոցառում է հանդիսանում։ Այստեղ օգնության ձեռքը շրջակա միջավայրի նախարարությունից է։ Այդ միջոցառման շրջանակներում նաեւ կենսաբազմազանությանը նվիրված տարբեր ծրագրեր եւ տարբեր կոմպոնենտներ ունենք։ Seaside Startup Summit-ի ոչ ֆորմալ միջավայրը նպաստում է արժեքավոր ծանոթությունների, գաղափարների, փոխանակման եւ միջազգային համագործակցությունների ձևավորմանը։ Այստեղ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցները ձեռք են բերում նոր կապեր, իսկ հենց այդ շփումների արդյունքում հաճախ ծնվում են գաղափարներ, որոնք հետագայում վերածվում են հաջողակ եւ մասշտաբային նախաձեռնությունների, ներդրումային հաջողված պատմությունների։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։